Այսօր տոնը խնդության զիծնավ Հիսուս Մեսիան, բարի լուր է Տոնը նշվում է գարնանը, երբ բնությունը արթնանում է ձմեռային քնից։ Այն խորհուրդը նշում է օտարվածքից և կյանքի վերածնունդը։ Միացուլեց Հիսուս Քրիստոսի հարության տոնին։ Սուրբ Զատկից 49 օր առաջ սկսվում է Մեծ Սպասը։ Հայաստանի որոշ վայրերում ընդունված է եղել Մեծ Սպասի առաջին օրը սոխից կամ կարտոֆիլից պատրաստել աղլատից։ Մարդիկ հրաժարվեն ոչ միայն կենդանական ծագման ուտելիքներից, այլ նաև անցանկալի արարքներից, մտքերից և իրար նկատմամբ լինել ներողամիտ, բարի, հոգատար։ Հայրեր, որ երկիրս ես, Սուրբ Եղեցի անունը քո, եկեղեցի արքայությունը քո, Եղեցի կյանքը քո, որպես երկինս և երկրի, կիազում ես իչար է, զիրքո է արքայություն և զորություն և հավիտյանս։ Ամեն։ Աղոթարանի լույսն անուր, դրան առաջ հերկեցին, զատիկ ձվեր ներկեցին, դրցին ողջույն տվեցին։ Ամենատարածված խորհրդանիշը ներկայացում է հիմնականում օգտագործվում է կարմիր գույնը, որպես Քրիստոսի թափված արյան խորհրդանիշ։ Ձուն մի կողմից օրինակ է աշխարհի, դրսի կեղևը նման է երկնքի, սպիտակ թաղանթը օդի, սպիտակուցը ջրի, դեղնուցը երկրի։ Ձուն նաև խորհրդանիշը հարություն, զատիկի տոնին ընդունված է միմիան շնորհավորը, ներկված ձվեր նվիրել ասելով Քրիստոս հայրապ իմ եղելոց, օրհնյան է հարությունը Քրիստոսի։ Օրեր հրեշտակապետն ավետում է Մարիամին, որ նա լույս աշխարհ կբերի Աստծո որդուն։ Տոնը նշում է որպես մայրության բեկրանքի սպասող կանանց օրհնության օր, որը հաստատվել է ամենայն հայոց կաթողիկոսի կողմից։ Շնորհավոր մայրության և գեղեցկության տոնը, սիրելի մայրեր, թող ձեր ընտանիքներում թևածի սերն ու երջանկությունը, կյանքում հանդիպ ծաղկաբույր գարուններ, գալիք օրերին անսպաստ ժպիտներ, աշխատանքում հաջողություններ, սիրով խոնարհումով և
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի մայրեր։ Wow.